Հարազտ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 21-ն է և առաջարկում եմ մի պահ շեղվել Լավրովի այցից Հայաստան, եթե ժամանակ լինի անպայման այս հարցին կրկին կանդրադառնանք, դեռևս հանդիպումներ, հայտարարություններ չեն եղել այս առումով, եթե ժամանակ լինի մի քանի առաջարկություններով հանդես կգամ, թե ինչ կարելի էր և հուսանք, որ այդ դա կլինի նաև արված, ինչ հարցեր է պետք բարձրացնել Լավրովի առջև Հայաստանում, որն է բխում մեր ազգային և պետական շահերից։ Կոնկրետ մենք մեր հարցերի վրա պետք է կենտրոնանանք։ Ուկրաինան կարծում եմ ի վիճակի է իր դաշնակիցների հետ, հզոր դաշնակիցների հետ որոշելու իր հարցերը, մենք ունենք մեր հարցերը Ռուսաստանի նկատմամբ և պետք է զբաղվենք կոնկրետ մեր հարցերով, մեզ հուզող հարցերով։ Բայց ինչպես արդեն ասեցի, հիմնական թեման մեր հաղորդման Իսրայելի հնարավոր հարվածն է իրանական ատոմային օբյեկտներին, ահա այսպիսի տեղեկություններ ենք մենք ստանում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, CNN-ը հաղորդում է, հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաների վրա, որոնք որ տեղեկություններ ունեն հատուկ, տեղեկություններ ունեն հետախուզությունից, ամերիկյան հետախուզությունը ստացել է տվյալներ, ունի տվյալներ, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի նկատմամբ հարվածներ իրականացնել, այսինքն ատոմային օբյեկտներին, և դա ավելի հավանական է դառնում այն ժամանակ, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի հետ գործարք կնքեն և թույլ տան, որպեսզի Իրանը շարունակի հարստացնել ուրան։ Ճիշտ է, Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ այդ ուրանը չի հարստացվելու այն աստիճան, որ Իրանը կարողանա ատոմային ռումբ ստեղծել, բայց Իսրայելը հստակ մտահաղություն ունի, որ այդ գործարքը կարճ ասած այնպիսի գործարք է դառնալու, որը որ թույլ է տալու այնուամենայնիվ Իրանին ատոմային զենք ձեռք բերել։ Դրա համար լուրջ աշխատանք ու լուրջ պատրաստվածություն է իրականացնում Իսրայելը, որպեսզի հարված հասցնի Իրանի ատոմային ծրագրին։ Նախքան այս թեմային ավելի մանրամասն անդրադառնալը արհեստական բանականության միջոցով ես խնդրեցի, որպեսզի արհեստական բանականությունը ընդհանուր հավաքագրի այդ մասին տեղեկությունները, որպեսզի ես հիմա միացնեմ ինքը ընթերցի, մինչև դա կխնդրեի անպայման լայքել այս հաղորդումը, քանի որ չափազանց կարևոր հաղորդում է սա։ Հիմա փորձենք միացնել և դուք ինքներդ լսեք և համոզվեք, թե ինչ է կատարվում։ CNN-ը հայտնել է, որ ԱՄՆ նոր հետախուզական տվյալներ է ստացել, որոնք ցույց են տալիս, որ Իսրայելը պատրաստվում է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Ահա մանրամասները, հիմնված CNN-ի և այլ աղբյուրների զեկույցների վրա, որոնք հղում են կատարում այս զեկույցին։ Հետախուզական տվյալների աղբյուրներ։ Ամերիկյան պաշտոնյաները, ովքեր ծանոթ են հետախուզական տվյալներին, CNN-ին հայտնել են, որ տեղեկատվությունը հիմնված է գաղտնալսված իսրայելական հաղորդագրությունների, իսրայելական զորքերի տեղաշարժերի դիտարկումների և իսրայելական բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային, ինչպես նաև մասնավոր հայտարարությունների վրա։ Պատրաստության նշաններ։ ԱՄՆ-ի կողմից դիտարկվող ռազմական պատրաստության նշանների թվում նշվում են ավիացիոն զինամթերքի տեղաշարժերը և լայնածավալ օդային զորավարժությունների ավարտը։ Վերջնական որոշման բացակայություն։ Նշվում է, որ Իսրայելը կարծես դեռ վերջնական որոշում չի կայացրել հարվածելու մասին։ Հավանականության աճ։ Սակայն հետախուզական տվյալներին ծանոթ աղբյուրներից մեկը CNN-ին հայտնել է, որ իսրայելական հարվածի հավանականությունը Իրանի միջուկային օբյեկտին զգալիորեն աճել է վերջին ամիսներին։ Բանակցությունների հետ կապ։ Հարվածի հավանականությունը, ըստ ամենայնի, կախված է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող ամերիկա-իրանական բանակցությունների արդյունքից։ Եթե ԱՄՆ գործարք կնքի, որը, Իսրայելի կարծիքով, ամբողջությամբ չի սահմանափակի Իրանի ուրանի հարստացումը, ապա դա կմեծացնի իսրայելական հարվածի հավանականությունը։ Տարաձայնություններ ԱՄՆ-ում։ ԱՄՆ վարչակազմում տարաձայնություններ կան այն մասին, թե որքանով են հավանական նման հարվածները։ ԱՄՆ-ի դիրքորոշում։ Թրամփի վարչակազմի դիրքորոշմանը ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Վաշինգտոնը դժվար թե աջակցի Իրանի միջուկային օբյեկտների դեմ իսրայելական գործողությանը, եթե միայն Իրանը դա չհրահրի։ Այնուամենայնիվ, ամերիկացի այլ պաշտոնյաներ հայտնում են, որ հետախուզական ջանքերն ուժեղանում են, օգնելու համար, եթե իսրայելական ղեկավարները որոշեն հարձակվել։ Միակողմանի գործողությունների հնարավորություն։
Աղբյուրներից մեկը CNN-ին հայտնել է, որ Իսրայելը կարող է միակողմանի գործել, եթե Իրանի հետ գործարքն անընդունելի համարի։ Իսրայելական աղբյուրները նաև հայտարարում են, որ Իսրայելը պատրաստ է միայնակ գործել, եթե Վաշինգտոնը վատ գործարք կնքի Թեհրանի հետ։ Ազդեցություն շուկաների վրա։ Այս հետախուզական տվյալների մասին հաղորդագրությունները հանգեցրել են նավթի գների աճին, Մերձավոր Արևելքում հնարավոր հակամարտության սրման մտավախությունների պատճառով։ Վերջին իրադարձությունների հետ կապ։ Այս զեկույցը հայտնվում է Իրանի և Իսրայելի միջև վերջին փոխհրաձգությունների և Իրանի առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հայտարարությունների ֆոնին, ով ասել է, որ հաջողություն չի ակնկալում ԱՄՆ-ի հետ բանակցություններից, ԱՄՆ-ի ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջները անվանելով վրդովեցուցիչ։ Կարծում եմ այսքանը բավարար է, սիրելի հայրենակիցներ, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Փաստացի տարաձայնություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև արդեն ավելի բաց են դառնում։ Իսրայելը հստակ դժգոհ է նրանից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները առանց իրեն բանակցություններ են վարում Իրանի հետ։ Իսրայելը նաև դժգոհ է նրանից, որ Պուտիների հետ Թրամփը կարողացավ միակողմանի համաձայնություն ձեռք բերել եւ փաստացի հուտիները պայմանավորվեցին հարվածներ չհասցնել ամերիկյան բեռնատար նավերի եւ դրանով Ամերիկայի Միացյալ Նահանգները, ավելի ճիշտ ասենք Թրամփը բավարարվեց։ Մենք տեսնում ենք, թե ինչ հնարավորությունների աճ է գրանցում Եմենը հուտիների գլխավորությամբ։ Նրանք արդեն սկսել են հարվածներ հասցնել Բեն-Գուրիոնի իսրայելական օդանավակայանին։ Նման բանը աննախադեպ է։ Փաստացի Իսրայելի պատմության մեջ, որ այդքան հաճախակի ձևով եւ թիրախային կարողանան հարված հասցնել Բեն-Գուրիոն օդանավակայանին, բավականին հետաքրքիր փոփոխություններ է տեղի ունենում։ Փաստացի Եմենը իր հրթիռները ստանում է Իրանից, իսկ իրանական տեխնոլոգիաները հիմնականում հիմա հիմնված են չինական տեխնոլոգիաների վրա։ Մենք հիմա փոքր ավելի խորն ենք մտնում, բայց այստեղ զգացվում է նաև Չինաստանի ձեռքը։ Դրանից բացի կարևոր է այստեղ հասկանալ, որ Հնդկաստանի դեմ այդ գործողությունները, որոնք որ իրականացրեց Պակիստանը, խոսքը ահաբեկչության մասին է, այդտեղ եւս զգացվում էր Չինաստանի ներկայությունը եւ այն օդային մենամարտը, որը որ տեղի ունեցավ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև եւ ինչ-որ միտեղ ինքնաթիռների խոցման մասով Պակիստանը նաև հասավ առավելության հաջողության, դա Չինաստանի շնորհիվ էր, չինական ինքնաթիռների բազայի վրա հաջողված այդ կառուցված ինքնաթիռների չինական GPS-ը շատ լուրջ է ներգրավել այդ պատերազմի մեջ, ամեն տեսակի տեղեկությունը տրամադրել են Պակիստանի զորքերին, բայց այնուամենայնիվ դա էլ շատ կարևոր է նշել, հիմա տարբեր կարծիքներ կան, թե Հնդկաստանը պարտվել է իբր այդ պատերազմում, դա իրականությանը չի համապատասխանում, ճիշտ է ինքը ինքնաթիռների կորուստ է ունեցել, օդուժի մասով խնդիրներ է ունեցել, բայց հրթիռների հարված հասցնելու մասով ինքը խնդիր չի ունեցել որևիցե ձև։ Հնդկաստանը շատ լավ, ճշգրիտ եւ հաջողակ իր զենքերով հաջողակ հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքին, դա պետք է մենք ֆիքսենք, բայց ինքնաթիռների կորուստը արդեն լուրջ խնդիր է առաջացրել Հնդկաստանի համար։ Սակայն նույն ժամանակ մենք նաև տեսանք այն, որ երբ որ Պակիստանը փորձեց անօդաչու թռչող սարքերով հարձակվել Հնդկաստանի վրա, այդտեղ եւս Պակիստանը ունեցավ անհաջողություն, այսինքն Հնդկաստանը շատ լավ խոցում էր նաև անօդաչու թռչող սարքերը Պակիստանի, հավանաբար դրանց մեծ մասն էլ թուրքական էին, բայրակտար էին։ Ասածս այն է, որ այնինչ տեղի է ունենում ու ոչ միայն Մերձավոր Արևելքում, բայց հիմա Մերձավոր Արևելքում ներկա է նաև Չինաստանը, ներկա է բնականաբար Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ ձևով դժվար է հասկանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Նախկինում ասում էին, որ Թրամփը շատ պրո-իսրայելական քաղաքական գործիչ է, բայց հիմա մենք տեսնում ենք, որ ընդհանրապես դժվար է հասկանալ Թրամփի քաղաքականությունը, շատ դժվար է, փաստացի լուրջ հակասություններ կա հիմա Իսրայելի հետ։ Եմենի հարցում լուրջ հակասություններ կա Իսրայելի հետ։ Իրանի հարցում եւ հնարավոր է նաեւ մասամբ հակասություններ արդեն լինեն Թուրքիայի հետ հարաբերությունների մասով, Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչու՞ չէ նաեւ Սիրիայի, չնայած Սիրիայի մասով Թրամփը այնուամենայնիվ աջակցեց Իսրայելի դիրքորոշումը եւ առաջարկեց Սիրիային միանալ Աբրահամի համաձայնագրին,
Բայց մենք տեսնում ենք, որ Սիրիայում եւս լարվում է իրավիճակը, երեք ռուսական բազայի վրա էր հարձակում տեղի ունեցել դրուզների հետ այդ պատերազմը, որի մեջ Իսրայելը շատ ակտիվ ներգրավված է։ Հիմա Համաս շարժման նկատմամբ շատ ավելի լայնածավալ ցամաքային գործողությունը, որին դեմ է փաստացի Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Կանադան, ու կարևոր է այստեղ նաեւ նշել այն, որ երեք հայտարարություն եղավ այն մասին, որ իմիջիայլոց հայտարարողը Ֆրանսիայի վարչապետն էր, Ֆրանսիայի վարչապետը ասում է, որ եթե այսպես շարունակվի, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Կանադան ճանաչելու են Պաղեստինի անկախությունը։ Հստակ զգուշացում էր եւ հստակ այդ ճանաչման կարծես թե գործընթացը մեկնարկում է ի պատասխան Իսրայելը կարծես թե փորձելու է ավելի ընդլայնել իր ռազմական գործողությունները Համասի դեմ եւ այս զեկույցը Ամերիկայի Միացյալ Նահանգների ավելի ճիշտ ոչ թե զեկույցը, այլ CNN-ի ստացված տեղեկությունները իրենց հետախուզության ծառայության միջից հենց անմիջական ներսից, որը որ հաղորդել են պաշտոնյաները Ամերիկայի Միացյալ Նահանգների, հստակ վկայում են այն մասին, որ Իսրայելը պատրաստվում է հարձակվել Իրանի վրա, նրանք նաև զորավարժություններ են անցկացրել, արդեն ավարտել են կամ ավարտին են հասցնում այդ զորավարժությունները, բայց հələ որ չեն համարձակվում հարձակվել Իրանի ատոմային օբյեկտների վրա։ Բայց եթե գործարքը կնքվի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, նման սցենարը շատ հնարավոր է եւ շատ իրատեսական է, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ են այս ամենին։ Հիմա այստեղ կարևորը ինչն է։ Կարևորը այն է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը գտնվում էր Իսրայելում եւ Թել Ավիվում հանդիպում էր Իսրայելի պաշտպանության նախարարի հետ։ Թե ինչ են իրենք քննարկել, հիմա այսքանից հետո, ահա որ ես այս մասին խոսում եմ, կարծում եմ արդեն բոլորի համար շատ պարզ է դառնում կոնկրետ քննարկման թեման միանշանակ Իրանի ատոմային օբյեկտներին հարված հասցնելն է Իսրայելի կողմից եւ այդտեղ Ադրբեջանի դերը եւ Ադրբեջանի դերակատարությունը։ Այս ամենը ասում եմ նրա համար, որ մենք այս ամենից կարողանանք ճիշտ հետևություններ անել եւ հասկանալ, թե նման սցենարի պարագայում Հայաստանի Հանրապետությունը ինչպես պետք է վարվի եւ ինչ խնդիրներ եւ ինչ վտանգներ են առաջանում Հայաստանի Հանրապետության համար։ Շատ կարեւոր է սա հասկանալ։ Կարեւոր է այստեղ նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա շատ ավելի լուրջ ձևով զբաղված է ռուս-ուկրաինական պատերազմով, դա էլ կա եւ մենք հիմա սաղուն արդեն խոսենք ռուս-ուկրաինական պատերազմից, երեք շատ հետաքրքիր հայտարարություններ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իմիջիայլոց շատ սթափ գնահատականներ է արել, որոնք որ լուրջ ձևով տարբերվել են Թրամփի հայտարարություններից, ինքը շատ անգամ ստիպված է լինում հետևել Թրամփի քաղաքականությանը, բայց քանի որ Թրամփի քաղաքականությունը նաեւ անհասկանալի է, ես կարծում եմ, որ Մարկո Ռուբիոյի համար էլ է անհասկանալի Թրամփի վարած քաղաքականությունը, դրա համար շատ հետաքրքիր հայտարարություններ է արել Ուկրաինայի շուրջ Մարկո Ռուբիոն, ասելով, որ ռուսները ցանկանում են ստանալ այն, ինչը նրանք այս պահի դրությամբ իրենց ձեռքերում չունեն, խոսքը ուկրաինական տարածքների մասին է, այսինքն այդ բռնագրավված շրջանները ամբողջովին ուզում են ստանալ, իսկ Ուկրաինան ուզում է ստանալ այն, որը որ հիմա չի կարող հետ բերել ռազմական ճանապարհով։ Դրանից բացի Մարկո Ռուբիոն հայտարարում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սպասում են Ռուսաստանի Դաշնությունից, որ իրենց պահանջները ներկայացնեն հրադադարի մասով, որից հետո արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի լավ կհասկանան Ռուսաստանի դիրքորոշումը, թե ինչ պահանջներ ունի Ռուսաստանը, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանի պահանջները շատ լավ էլ պարզ է, բայց երևի խոսքը հաստատեղտերով վերջնական ձևակերպված պահանջների մասին է, քանի որ Ռուսաստանը հաճախ փոփոխում է իր պահանջները այդ մասով։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, միջազգային կարևոր իրադարձությունների մասին այսքանը։ Հիմա անդրադառնանք կրկին Լավրովի այցին Երևան։ Լավրովը արդեն գտնվում է Երևանում, այսօր նախատեսված են հանդիպումները Սերգեյ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի միջև, այդ հանդիպման արդյունքներով մենք արդեն կպատրաստենք նոր վերլուծություն, ամենայն հավանականությամբ մամլո ասուլիս եւս կլինի, հարց-պատասխան կլինի
Եվ այդտեղ շատ կարևոր է կրկին մեկ անգամ նշեմ, որ հայկական լրատվամիջոցները ճիշտ հարցեր տան Սերգեյ Լավրովին, մեզ պետք չի Ուկրաինայի մասով հարցեր հղել, կրկնեմ, Ուկրաինան ինքնուրույն կկարողանա լուծել Ռուսաստանի հետ իր հարցերը, քանի որ արևմուտքը կանգնած է Ուկրաինայի կողքին եւ դա ահռելի մեծ ուժ է։ Մենք պետք է կենտրոնանանք կոնկրետ մեր հարցերի վրա, մեզ օգուտ կարող է տալ միայն մեր հարցերի վրա կենտրոնանալը եւ կոնկրետ վնաս կարող է հասցնել Ուկրաինայի հարցերի շուրջ հարցեր տալը եւ Ուկրաինայի հարցի շուրջ կենտրոնանալը։ Դրանից մենք ոչինչ չենք կարելու միանշանակ։ Իսկ մենք ունենք լուրջ հարցեր տալու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարին, որը որ Լավրովի պլան էր մշակել եւ ըստ այդ պլանի փաստացի հանձնեցին Արցախը։ Հիմա պլան 2-ը առաջարկելու, ես որքան հասկանում եմ, առաջարկելու է իր միջնորդությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, խոսելու է Սյունիքից ճանապարհների մասին, երեք էլ եմ ասել, որ Facebook-ի այդ զորքերը տեղակայվեն, Հայաստանին քննադատելու է, որ Եռակողմ հայտարարությունը խախտել է, հրաժարվել է, նաեւ ասելու են, որ դուք եք հրաժարվել Արցախի անկախությունից եվրոպական երկրների դրդմամբ, այդ ամենը ինքը կարող է կրկնել, հապկի մասով հայտարարություններ անել, խոսել այն մասին, որ հյուպատոսարան պետք է բացվի Սյունիքում, ինչը բնականաբար պետք չի թույլ տալ։ Իսկ այն հարցերը, որոնք որ մենք պետք է տանք, օրինակի համար, եթե ես հնարավորություն ունենայի հարց ուղղելու, կարևոր հարցը այն էր, թե ինչի է Ռուսաստանի Դաշնությունը հիբրիդային պատերազմ մղում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանի իշխանության նկատմամբ, եւ ինչի է ձեր արտգործնախարարության մամլոխոսնակ Զախարովան այդպիսի հակահայկական դիրքորոշումներով հանդես գալիս, հայտարարություններով հանդես գալիս եւ մեկ-մեկ միջամտում Հայաստանի ներքին գործերին եւ գնահատականներ տալիս Հայաստանի իշխանություններին, անհատներին տարբեր, հաճախ է անդրադառնում Զախարովան շատ կոպիտ, կոշտ գնահատականներ տալով։ Դրանից բացի ինչու ձեր քարոզչական հեռուստաընկերությունները, լրատվամիջոցները միշտ շատ վատ ձևով անդրադառնում են Հայաստանին եւ սկսում են միջամտել Հայաստանի ներքին գործերին, ինչու ձեր գործակալական ցանցը, որը որ դուք ունեք Հայաստանում, այդքան մեծ ֆինանսական աջակցություն է ստանում Հայաստանում եւ ինչպես դուք աջակցում եք նրանց քաղաքականապես, ամեն ձևով հայտարարություններով եք պաշտպանում, ինչու այս ամենը տեղի ունենում, ինչ նպատակներով եւ ընդհանուր առմամբ այդ ամենից որն է ձեր ուզածը։ Երբեք դուք ավարտ տալու այդ ամեն, երբեք դուք հրաժարվելու միջամտել Հայաստանի ներքին գործերին, երբեք դուք սկսելու ձեր պարտավորությունները իրականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, խոսքը նաեւ երկկողմանի պայմանագրերի մասին է, որը որ ունի Հայաստանը եւ Ռուսաստանը, Հայաստանի անվտանգության մասով, նույնը կարելի հիշեցնել հապկի մասով, երբ որ Հայաստանի սուվերեն տարածքները գրավեց Ադրբեջանը, ինչպես վարվեց Ռուսաստանը այդ ժամանակ, ընդհանրապես ոչինչ չարեց, նույնիսկ հոպը արգելում էին, որ հայկական կողմը կարողանա միացնել այդ համատեղ հոպը եւ օգտագործել, այսինքն բազմաթիվ հարցեր կան, եթե անդրադառնայինք Եվրամիության դիտորդական առաքելությանը կարելի է հակազդել, որ որտեղ որ դուք եք Սյունիքում, այդտեղ շատ մեծ հաջողությամբ ադրբեջանցիները կրակում էին եւ առաջ էին գալիս եւ երբեմն եւ հաճախ դուք ձեր դիրքերը լքում էիք հատուկ նախապես ծրագրած, որ ադրբեջանցիները առաջ գային այն հատվածներում, նույնիսկ կային տեղեր, դեպքեր, որտեղ որ ռուս դիրքապահները տեղակայված էին, Եվրամիության դիտորդական առաքելությունը արդեն ներկա էր Հայաստանում եւ այն հատվածում, որտեղ որ ռուս դիրքապահներն էին տեղակայված, այդտեղ ադրբեջանցիները կրկին կարակում էին, փորձում էին առաջ գալ, իսկ երբ որ Եվրամիության դիտորդական առաքելությունը մոտենում էր եւ ուզում էր մոնիտորինգ անցկացնել, ռուս դիրքապահները արգելում էին, որ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները մոնիտորինգ իրականացնեն այդ հատվածում։ Այսինքն հարցերը շատ են եւ բազմաթիվ հարցեր կարելի է միանշանակ ուղղել Լավրովին եւ հասկանալ, թե ընդհանրապես իրենք ինչ են ցանկանում մեզանից, իսկ թե ինչ են նրանք ցանկանում մեզանից, մեզ համար շատ պարզ է, բայց շատ լավ կլիներ, որ այդ հարցերի ֆոնին Լավրովը սկսեր պատասխանել։ Ես մոռացա նաեւ
ավելի մանրամասն հիշատակի Արցախը, Արցախի մասով եւս բազմաթիվ հարցեր են առաջանում Լավրովին, թե ինչպես ստացվեց, որ սուտ էկոլոգներ փակեցին Լաչինի միջանցքը, որը որ պետք է վերահսկեին Ռուսաստանի խաղապահները, թե ինչպես ստացվեց, որ Արցախում ստիպեցին նախագահին հրաժարական տալ եւ անօրեն ձևով նույն Ռուսաստանի կողմից աջակցվող ուժերի դրդմամբ հրահրմամբ թե Հայաստանից եւ թե ներքին Արցախում այդ ներքին գործակալական ուժերը ինչպես ստիպեցին, որ հեղաշրջում տեղի ունենա եւ ինչ դրա հետևանքով տեղի ունեցավ, ինչպես խաղապահները ոչինչ չարեցին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, սկսեց առաջ խաղացումը, ոչինչ չարեցին խաղապահները եւ ինչպես այդ խաղապահները առանց Հայաստանի հետ համաձայնեցնելու վերցրին եւ հեռացան ընդհանրապես Արցախից։ Այսինքն հարցերը շատ են, բազմաթիվ հարցեր կան, բայց ես հասկանում եմ, որ Արարատ Միրզոյանը ուղղակի չի կարողանալու այդ հարցերը տալ, չեմ էլ ուզում մեղադրել, քանի որ այդ հարցերը տալուց հետո պետք է արդեն կոնկրետ հայտարարես Թշնամի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի եւ ընդհանրապես վթարես քո երկրից։ Պարզ է, որ դա դժվար թե կարողանա եւ ցանկանա այս պահի դրությամբ անել Արարատ Միրզոյանը, բայց այդ ամենը շատ հաջողությամբ, մեծ հաջողությամբ հնարավորություն ունեն անելու հայկական լրատվամիջոցները, եթե չզբաղվեն ներքին բամբասանքներով, ուշքի գան կսկսեն զբաղվել այդպիսի նորմալ հայանպաստ գործերով, բայց տեսնենք թե ինչ տեղի կունենա, շատ մեծ հույսեր չունեմ ամեն դեպքում, որ կոռեկտ լավ հարցեր են տրվելու Սերգեյ Լավրովին Հայաստանում։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, ցտեսություն, կհանդիպենք։